ավելին, քան 21 թվականին հավաքել, եւ ավելին Ալեն Սիմոնյանը վերջերս ջրկազմություն հնչեցրեց, որ խորհրդարանական անցնող որոշ կգնեն ընդդիմադիր մեծամասնություն, ամենից այդտեղ է ձեր կուսակցության անունը չէր հնչում։ Սա շուտ է մեկնաբանություն, այսինքն որ իշխանության սահման ոչ էլ մեծ ընդդիմության պայքարը դրա անունը չի նշվում։ Գիտեք, ամբողջ խնդիրը ու մեր քաղաքական գործունեության բարդությունն կայանում է նրանում, որ մենք չենք հայտարարում, որ մասնակցում ենք ընտրություններին, որ իշխանությանը փոխենք, Նիկոլ Փաշինյանին փոխենք։ Ինչու չենք հայտարարում այդ, որտեղ մենք տեսնում ենք թե ռուսական թևը, թե հիբրիդային պատերազմի, թե Հայաստանում ունեցած իր 5-րդ շարասյան, ինչպիսի զորաշարժեր է շարժում եկեղեցուց բռնած մինչև օլիգարխներ, եւ համարում ենք, որ այդ շարժման առաջընթացը կանխելու տարբերակ մենք միայնակ չունենք, որ նույնիսկ համագործակցության պարագայում այն որ ունի գործող իշխանություն իր իշխանական լծակներով ոստիկանություն, դատախազություն, ազգային անվտանգ, նույնիսկ այդ պարագայում այդ բավականին ռիսկային է։ Տեսեք Մոլդովայում, տեսեք Ռումինիայում շատ ավելի այդ խնդիրները, բայց Ռումինիայում եկավ հասավ ընտրության նախագահի տեխնացու երկրորդ փուլ, որում երկրորդ փուլում արգելեցին։ Մոլդովայում եվրոպացի դիտորդներ գնացին, որ հիբրիդային պատերազմի դեմ կանխեն։ Այսինքն մենք մեր համար մեկ խնդիրը համարում ենք թույլ չտալ, որ նախկին այդ ռուսական այն հին համակարգը նորից հետ վերադառնա։ Սա համար մեկ։ Ինչպես? Հարցի երկրորդ մասը Ալեն Սիմոնյանը հնչեցրեց ովքեր։ Դե ամբողջ խնդիրը նրանում է, որ Ալեն Սիմոնյանը ինքը մեզ ընդդիմություն չի համարում, որովհետև Երևանի պարագայում մենք գործընկեր ենք եւ բալանսավորման ու արևմտյան քաղաքականության վարելու մեջ 50%-ով համընկնող կետեր կան։ Ռուսական թևի հետ կապված մեր մոտեցումները 100% հակադիր են։ Այ գործող իշխանության եւ ռուսական թևի ուժերի մեջ 30% համընկնող բաներ կան, բայց նրանք հիմնական խնդիրը դնում են ոչ թե այդ համընկողները գործող իշխանության հետ համադրելու, այլ այս գործող իշխանության փոխելու համատեքստում։ Մենք այդ համատեքստը չենք դնում։ Մեր երկրում էլ էսպես է, ով չի ասում այս իշխանությունը պիտի հեռանա։ Ու ես գալիս եմ խորհրդարան, որ դեպի արևմուտք արվող քայլեր այս գործող իշխանությունը ավելի ինտենսիվ անի, որ ես ստիպեմ այս իշխանությանը երկու աթոռի վրայից կամաց տեղափոխվի։ Մեզ ընդդիմություն չեն ընդունում, որտեղ ընդդիմություն ընդունում են նրան, ով ասում է ես գալիս եմ, որ Նիկոլ Փաշինյանին փոխեմ։ Ալեն Սիմոնյանն էլ այդ համատեքստում է ասել, իրականում վերջին բոլոր հարցումներ կան Ռուսաստանի դեսպանատան արած, որոնք, ասենք, Ռոբերտ Քոչարյանի թիմն ունի, հարցումներ կա Սամվել Կարապետյանի արած, որ հարցում անողը սոցիոլոգիական ընկերություն չի, բայց լուրջ մարդիկ են, որոնք սոցիոլոգներ են, եւ ես այդ հարցումների տվյալներն ունեմ։ Եվ բոլոր այս հարցումներով մենք 4%-ը ախտարում ենք։ Ասեմ, մեր ցուցանիշը 2021 թվականի ցուցանիշից 1%-ով ավել է, բայց ես ձեզ ասեմ նաեւ, որ այն քարոզարշավը ինչը մտածում ենք մենք անել եւ այն մարդկանց ում որոշել ենք որ լրացնենք մեր ցուցակը, մենք այդ ցուցանիշը բարելավելու ենք։ Ես ուզում եմ եւ պայքարելու եմ, որ Երևան քաղաքի ցուցանիշը այս ընտրություններում մենք այս ընտրություններում հասնենք։ Այսօրվա պարագայում մենք 4.2-4.3% ցուցանիշ ունենք, ինչը ես համարում եմ շատ լավը։ Ալեն Սիմոնյանն էլ հաջողություն եմ մաղթում քաղաքացիական պայմանագրի նույնպես։ Խնդրեմ։